Կառավարության այսօրվա նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան նորակարգի 25-րդ հարցով ներկայացված նախագծով առաջարկել է լրացում կատարել զենքի առևտրի լիցենզավորման կարգում։ Նախագծով նախատեսվում է զենքի առևտրի լիցենզիա ստանալու համար ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները լրացնել նոր դրույթով, որի համաձայն զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերի, ինչպես նաև անմիջական զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքում պետք է տեղադրված լինեն անընդմեջ և բարձր որակի տեսաձայնագրող սարքեր։ Ոստիկանապետի այս առաջարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է, ճիշտ մոտեցում է և օրինագիծը հաստատվել է։ Կառավարության կողմից ընդունվել է նաև Շիրակի մարզի Ալվար համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։ Նշենք, որ մայիսի 2-ի առավոտյան Ալվարի նախկին գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը դանակահարել էր կնոջն ու հարսին ու իր մեքենայով Ամասիա ուղևորվելու ճանապարհին ձորն էր գլորվել։ Դեպքի հաջորդ օրը նա հիվանդանոցում մահացավ։